հատկապես վերջին ամիսներին, վերջին շրջանում Թուրքիայի տարածքում ակտիվացան քրդական զինյալների գործողությունները, գիտեք, բավական ինտենսիվ բնույթ ստացավ, հատկապես քրդաբնակ շրջաններում, բախումները թուրքական ուժայինների հետ, եւ վերջին ամենամեծ բախումը գրանցվեց Դիարբեքիրի, քրդաբնակ Դիարբեքիրի շրջաններից մեկում, որտեղ թուրքական կողմը, թուրքական ուժային մարմինները 13 զոհ տվեցին եւ 7 վիրավոր։ Սա վերջին մի քանի տարիների ամենամեծ բախումն էր փաստորեն։ Սրանից առաջ 2008 թվականի հոկտեմբերին Թուրքիայի հարավարևելյան շրջաններից մեկում, Թուրքիայի սահմանին, Քրդստանի բանվորական կուսակցությունը կրկին մեծ գործողություն իրականացրեց, որի ընթացքում 10-ից ավել զոհ տվեցին։ Փաստորեն 2008 թվականից հետո սա ամենաարյունալի բախումն էր։ Իսկ ընդհանուր առմամբ քրդաբնակ շրջաններում բավականին ակտիվացել է Քրդստանի բանվորական կուսակցությունը, ինչով էր սա պայմանավորված եւ ընդհանուր փորձենք դիտարկել Թուրքիայում քրդական խնդրի հետ կապված վերջին զարգացումները։ Գիտեք, որ ընտրությունների արդյունքում քրդական խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը քրդաբնակ շրջաններում հաղթանակ տարավ 35 մանդատի հետ կապված, կարողացավ ապահովել թուրքական խորհրդանում 35 պատգամավոր, եւ դրանից հետո արդեն սկսվեց ճգնաժամը, ինչը պայմանավորված էր քուրդ ընտրված պատգամավորների, 6 պատգամավորների կալանքի գործով, որոնք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզություն իրականացնելու մեջ եւ կալանքի տակ էին գտնվում։ Ընտրություններից հետո քրդական ուժերը անընդհատ հայտարարում էին, որ չի բացառվում Թուրքիայի տարածքում քրդաբնակ շրջաններում քրդական ինքնավարության հայտարարումը եւ վերջապես հուլիսի 4-ին Դիարբեքիրում կայացած նիստում ժողովրդավարական հասարակության կոնգրեսը, որը միավորում է քրդական կազմակերպություններին, քրդական միավորումներին, հայտարարեց քրդական ժողովրդավարական ինքնավարության մասին։ Արդեն եղան արձագանքներ, Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել այդ հայտարարության հետ կապված, կլինեն արդեն զարգացումներ դրա հետ կապված, սակայն ակնհայտ է, որ այդ ինքնավարությունը մեծ հաշվով դեռևս ոչինչ չի նշանակում եւ կարգավիճակի հետ կապված բավական անորոշ է։ Իսկ ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Էրդողանի կառավարությունը, Թուրքիայի իշխանությունները եւ Էրդողանի կառավարությունը դա սկսեց նախաձեռնել իր կառավարման տարիներին, վերջին տարիներին ԱԶԿ-ն քրդական խնդրով ինչ-որ նախաձեռնություններ, բարեփոխումներ, սակայն ակնհայտ է, որ այդ մոտեցումները քրդական խնդրում կենսունակ չեն եւ չեն կարողանում այդ հարցին համարժեք լուծում տալ։ Ուստի կառավարությունը պետք է նոր քաղաքականություն որդեգրի այս հարցում, նոր մոտեցումներ, ինչը միգուցե հնարավոր կլինի շտկել իրավիճակը։ Այս պարագայում, սակայն քրդական խնդիրը ել ավելի օրակարգային հարց կդառնա, քրդական խնդիրը հնարավոր էլ ավելի սրվի, իսկ ինչ վերաբերում է ահաբեկչական գործողություններին, գրոհայինների գործողություններին քրդական, ապա չի բացառվում, որ նրանք տարածվեն նաև Թուրքիայի այլ շրջաններում, դա տարածվի դեպի արևմուտք, մեծ քաղաքներ։ Հիմա քրդերի ոգևորությունն ինչի վրա է, որ 20 միլիոն են, ու հայտնի չի 20 են, թե չէ, բայց իրենք, որ իրենց թողես կասեն 30 միլիոն են, վերցնեք 20 միլիոն են, որոշակի կապեր կան, Թուրքիան էլ համառորեն փորձում է եվրոպականանալ։ Վստահ, այստեղ եթե դուք, այսպես ասեմ հեղինակ, Հանթինգտոն կարդացեք, կտեսնեք, դա երկշերտ պետություն, երկշերտ ազգ է։ Գյոքափլը ասում էր թուրք ազգայնականության եւ տեսության տեսաբանը, ասում էր կորիզը ազգի էությունն է, կեղևը ոչինչ է, կեղևը թուրքական կարող է փոխվել, կորիզը կմնա անփոփոխ։ Մենք այսպես պետք է մտածենք եւ ես կարծում եմ, որ մեծ փոփոխություն չի լինելու, բայց թուրք, հա, ուրեմն քրդական հակամարտությունը, որը այսպես ուղղակի դարձավ հակամարտություն հայ-թուրքական հակամարտությունից հետո ցեղասպանության տարիներից հետո իր շրջափուլն է մտնում եւ այս իրականության մեջ քրդերն ուզում են եվրոպայականացման, դեմոկրատացման, այս իրականության մեջ իրենց համար ստանալ իրավունքներ։ Ես կարծում եմ, որ սա հաջողություն չի ունենալու եւ դա ավարտվելու է 8 թվականի մեր ոգևորության արդյունքի տեսքով։ Կարծում եմ, որ մենք պետք է ուշով հետևենք, չխառնվենք, որտեղ այդ հակամարտությունը ինչ կամ սրվի Թուրքիա, մեզ համար ճիշտ է։ Մենք պետք է ռեալ պոլիտիկի սկզբունքներով նայենք։
Շատ պետք չի, մեզ համար որևէ նշանակություն չունի մամուլում կան արդեն, ում կողմ է լինել, ոչ մեկի կողմը։ Հիմա ինչի համար եմ սա ասում, որովհետև թուրքերը վերնախավը նկատ ունեն, կառավարող էլիտան պետք է վերջնականորեն կային հետևության, որ հայոց ցեղասպանության իրականացումով մեծ հաշվով իրենք ոչինչ չեն շահել, մեծ հաշվով հայ-թուրքական հակամարտությունը, հայ-քրդական ուրեմն հակամարտությունով է փոխարինվել եւ այստեղ իրենք արդեն ստացել են իրենց adekvat հակառակորդ, նույն ճիվաղային, նույն բնազդային, այսպես տրամադրություններով ժողովուրդ, որը նաեւ մաշկել գիտի։ Իսրայել պետություն եւ համաշխարհային սիոնիզմը ջանք չեն խնայել, որպեսզի Իրաքի հյուսիսում քրդական պետություն առաջանա։ Սա դետոնատորի դեր է խաղում, հույս է տալիս եւ այլն, եւ այստեղ արտակնաբես Իսրայելը կարող է դեմ լինել այս գործընթացներին, բայց ես վստահ եմ, որ ներքին իմաստով օժանդակում է, մասնավորապես ասեցի քրդերին Իրաքում։ Սա իր նշանակությունը կունենա։ Այսօր մենք ինչ մեր բեռը թեթևանում է, հակասությունները եթե կխորանան, եթե իմ դատողությունը ճիշտ է, համանմանությունը, որ 8 թվականի նման է, մենք այսպես ասած այստեղ մանևրի ազատություն ենք ստանում, ուրեմն շատ է Թուրքիա չձգտելով քաղաքականության մեջ ուղումներ անելով, դեպի պարսկական ուղղությունն ակտիվացնելով, թուրքական դիմությունը իհարկե մեղադրանքներ են չեսնում, որ թուրքական կառավարությունը քրդական խնդրում ձախողվել է փաստորեն, ռազմական միջոցներով խնդրի լուծումը, ռազմական հիմքի վրա լուծումը իրեն չի արդարացնում, իր այս հաշվով անդիմության կողմից ճնշումներ, քննադատություն կառավարության անհատացիոն կան, եւ նույնիսկ թուրքական մամուլում հայտնվեցին լուրեր, որ պահանջել են ընդդիմադիրները անդրսահմանային գործողություն, որպեսզի Թուրքիան անդրսահմանային գործողություններ սկսի, եւ կառավարության նիստում, մի քանի օր առաջ կայացած կառավարության նիստում, կարծում եմ քննարկվել է նաեւ այդ խնդիրը, չնայած որոշում չկա, սակայն փոխվարչապետ Բյուլեն Տարեչը հայտարարեց, որ ցանկացած պահի, եթե դրան անհրաժեշտություն լինի, Թուրքիան անդրսահմանային գործողություններ այնուամենայնիվ կիրականացնի եւ դրա փորձը թուրքական կողմը ունի եւ միշտ տարբեր անհրաժեշտությունների հետ կապված ինքը նման գործողություններ իրականացրել է եւ հիմա էլ չի բացառվում։ Ինչ վերաբերում է ընդհանուր Թուրքիայում քրդական խնդրի հետ կապված, քրդական խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության քայլերը ընտրություններից հետո փաստորեն բոյկոտելու խորհրդարաններ կանելու եւ Դիարբեկիրում կենտրոնանալու խնդիրը ես քաղաքականությամբ ցույց տվեց, որ ինքը ոչ թե մարտավարական ինչ-որ քայլեր է իրականացնում թուրքական իշխանություններից ինչ-որ լուծումներ ստանալու կամ ինչ-որ թուրքական իշխանություններից այդ ասում ինչ-որ բաներ փոխելու համար, այլ ավելի մեծ ռազմավարական քաղաքականություն է իրականացնում։ Ուստի սպասել է պետք եւ ընդհանուր դիտարկել, թե ինչ զարգացումներ կունենան, պետք է նկատի ունենանք, որ այս պրոցեսներն այլ շատ անկառավարել են, որտեղ երբ որ մի ժողովուրդ ցանկացած ուզում է ազգային ազգայնական պայքարի ճանապարհ անցնել, նրան օժանդակում են նաև դրսից, գտնվում են, ոչ թե դա պայքար իրենց օրինական չէ, իսկ այդ դրսի ուժերը փորձում են այդ բոլորը օգտագործել իրենց շահերի համար։ Տվյալ պարագայում ես ինչի համար ասեցի, եթե քրդերը հասել են այն գիտակցության Իրանում, Թուրքիայում, այսօր իրենք պետք է հանգիստ մնան եւ իրենց ամբողջ ուժը կենտրոնացնեն Տիգրանակերտում իրենց գործի հաջողության։ Իսկ եթե չէ, ուրեմն ոչինչ չի ստացվի, հույս ունենամ, որ Իրանի քաղաքական ղեկավարությունը եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այս հարցում եւս կկարողանան իրար հետ ներդաշնակ գնալ։